Ինձ շատ եմ սիրում իրականում, բայց ինչպես ցանկացած մարդ, բնականաբար ես էլ ինչ-որ մի օր կանգնում եմ հայելու առաջ ու ասում եմ, «Վայ, այսօր ես ինչ տգեղ եմ»։ Ասում են, որ ամեն հարաբերություն, ամեն փորձ կյանքի մեզ տրված է ինչ-որ բան սովորելու համար։ Համաձայն ես այս կարծիքի հետ, թե չէ, եւ դու ինչ սովորեցիր։ Հասկացա, որ շատ բողոքական եմ դարձել ամեն ինչի հանդեպ, բոլորի նկատմամբ անընդհատ բողոքում եմ։ Քանի կիլոգրամ չաղացել էի ու պապաս ասեց ոնց ես չաղացել։ Բնականաբար հասկացա, որ որպես հարազատ է ասում, բայց այդ պահին շատ նեղվեցի, միանգամից սկսեցի լացել։ Գուցե կան այդ տրավմաները ու դու իրենց մասին ուղղակի կամ հրաժարվում ես ընդունել իրենց, հասկանալով, որ գուցե նաև մեղադրանք առաջանա քեզ շատ հարազատ մարդկանց նկատմամբ։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին դերասանուհի Իրինա Այվազյանի հետ ենք, խոսելու ենք եւ Իրինայի մասին եւ խոսելու ենք կանանց ինքնագնահատականի մասին։ Ողջույն Իրինա։ Ջույն։ Օրեր առաջ լրացավ քո 30-ամյակը։ Ինչպիսին է Իրինան 30-ում։ Ինչ է փոխվել, ինչ զգացողություններ են։ 30-ում դեռ չեմ հասկացել ինչն է փոխվել, բայց 30-ի շեմին արդեն հասկացա ինչքան բան է փոխվել, ինչքան բան է ինձ դեռ սպասվում, հիմա ասենց սպասման փուլում եմ, տեսնեմ 30-ը ինչա պլանավորել իմ համար, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Քո պլաններն ինչպիսին են։ Իմ պլանները միշտ նույնն են, չեն փոխվում առանձնապես, կապ չունի 30 եմ, 18 եմ, թե ինչ եմ։ Պլաններս նույնն են, կարևորը ներդաշնակ լինեմ իմ աշխատանքի հետ, առօրյայի հետ, աշխարհի հետ։ Մնացած այդ փոքրիկ խնդիրները էլի ներդաշնակության մի մասն են։ Գրել էիր, որ շնորհակալ ես եւ եղածից եւ այն ամենից, ինչը որ պետք է լինի դեռ քո կյանքում, ինչի համար ես ամենաշատը շնորհակալ։ Իրականում ամեն ինչի համար շնորհակալ եմ ու այդ խոսքերը անիմաստ չեմ գրել, որովհետեւ ես երբ եկեղեցի եմ գնում, միշտ մի մոմ եմ վառում ու միշտ ոչ մի բան չեմ խնդրում, ուղղակի ասում եմ շնորհակալ եմ այն ամեն ինչի համար, ինչ ես ունեցել եմ, ունեմ ու դեռ կունենամ, ներիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, որոնք ես արել եմ, անում եմ ու դեռ կանեմ։ Դրա համար ոնց որ մտածեցի արժի ներառել էլի իմ տեքստի մեջ այդ արտահայտությունը։ Վաղուց եկեղեցի գնալիս շնորհակալություն հայտնում։ Չէ, երևի այս վերջերս է։ Ինչ փոխվեց, որովհետև մեզանում չկա այդ շնորհակալություն հայտնելու մշակույթը, մենք անդադ խնդրում ենք ինչ որ սպասումներ ունենք, բայց շնորհակալ լինել թեկուզ նրա համար, որ այսօր արթնացել եմ, այսօր ինձ տրվել է էլի հնարավորություն, չենք կարևորում, մի կողմ ենք թողնում, ինչից հետո եկավ այդ գիտակցումը։ Հստակ չեմ կարող ասեմ ինչից հետո, ես էլ ոնց բոլոր մարդիկ գնում էի եկեղեցի, խնդրում էի ինչ-որ բաներ, հետո չգիտեմ որ պահից սկսած հասկացա, որ այդ մի նախադասության մեջ կոպիտ ասած բոլոր իմ խնդրանքները մտնում է, այսինքն եթե ես շնորհակալ լինեմ, ամեն ինչ էլ կշարունակվի նենց ոնց կա, ինչ ես ուզում եմ կլինի, իմ կարծիքով է տենց։ Տեսնենք։ Դե ասում են շնորհակալությունը ամենաուժեղ։ Ու վերջերս շատ էի սկսել բողոքել, ես տենց չեմ եղել էլի։ Հասկացա, որ շատ բողոքական եմ դարձել ամեն ինչի հանդեպ, բոլորի նկատմամբ անընդհատ բողոքում եմ։ Հասկացա, ինչի եմ բողոքում էլ։
Սկսեցի արդեն Սովորաբար ասում են, որ այդպես է լինում, երբ որ դու ինքդ հենց քեզանից ես դժգոհ, եւ այդ բողոքը արտահայտվում է ուրիշների նկատմամբ։ Հա, հնարավոր է։ Բայց երևի մենակ ինձանից չի կախված, որ ես բողոքել եմ, հա, համաձայն եմ, հնարավոր է ինձանից դժգոհ եմ եղել, բողոքը դրանից է, բայց երևի հասարակության ազդեցությունն էլ կա ամեն դեպքում։ Լինել այս ոլորտում ու հասարակության արձագանքներին պատրաստ լինել։ Դա ոնց որ իրար զուգահեռ պետքա գնա, որովհետև եթե պատրաստ չես լինում, եթե թողնում ես, որ այդ արձագանքը քեզ շատ խոցի, իրականում շատ ես քեզ վնասում։ Ես գիտեմ, որ նախկինում քեզ վրա մեծ ազդեցություն է ունեցել հասարակության արձագանքը, հիմա ինչպես է։ Այդ էմոցիոնալ առումով կոփվել ես, թե դեռ աշխատում ես այդ ուղղության վրա։ Ինձ թվում է չեմ կոփվել ու չեմ էլ կոփվի, երևի իմ մինուսներից է այս ասպարեզի մեջ, ես մի քիչ պատրաստ չեմ, դեռ պատրաստ չեմ, ճիշտ է բավականին վաղուց եմ ես այս ամեն ինչի մեջ, այնպես չի որ նոր եմ, բայց դեռ չեմ սովորել։ Խնդիրը հասարակության կարծիքը չի, ուղղակի երևի ես մի քիչ 50-50 եմ, մեկ իմ համար ընդհանրապես տարբերություն չկա, այս մարդը ինչ ասեց, մեկ էլ կարող է նենց ասի հոգեկանից վրա, որ օրերով քնեմ ու չուզենամ արթնանամ, Իսկ դու հավատում ես իրենց ասածին։ Գուցե դու ես ինչ որ չափով ներքուստ այդպես մտածում, դրա համար է իրենց ասածը այդպիսի ազդեցություն ունենում քեզ վրա։ Կան բաներ, որ հա, կան բաներ, որ ուղղակի ես մտածում եմ, որ սխալ կարծիք է ձևավորվել մարդկանց մոտ, դրանից եմ նեղվում, բայց ինչ է լինում, երբ որ սխալ կարծիք է ձևավորվում։ Ես չեմ սիրում։ Ես ունեմ սխալ կարծիք։ Իրականում ոչ մի բան, բայց ես մանկուց տենց եմ, ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան, դրանից հետո որոշեն, ուզում են ես իրենց կյանքում լինեմ կամ չգիտեմ, ուզում են ինձ նայեն, ուզում են ինձ սիրեն, հետևեն հեռուստատեսությամբ, թե չէ, բայց կարևորը ճիշտ հասկանան ու ընտրեն։ Դե շատ բոլորի համար լինել հասկացված, բոլորի համար լինել ճիշտ։ Չէ, շատ բարդ է ու երևի հնարավոր էլ չի։ Բոլորի համար չեմ էլ ուզում իրականում, բայց մեկ-մեկ sense նեղվում ես էլի, որ տեսնում ես ինչ որ մեկը քեզ սխալ հասկացավ կամ մի քո քայլը սխալ անցալեց։ Դու ուրիշ միտում ես ունեցել, ինքը ուրիշ բան է հասկանում։ Մի քիչ նեղացնում է էլի այդ ամեն ինչը։ Ինչն է ամենից շատ քեզ խոցել այսքան ժամանակ, եթե փորձես մտաբերել։ Ինքան տարբեր բաներ կան, հիմա մտաբերելն էլ է մի քիչ բարդ, որովհետև ես չեմ ֆիքսվում ինչ որ տրավմատիկ թեմա չունեմ, որ ասեմ այդ թեմայով հենց խոսում են, ես նեղվում եմ ցանկացած բան, կարող է մի օր ուղղակի արթնանամ, մեկը առանձնապես ես իմ ինչ գրած չլինի, բայց ես այդ իր գրածից շատ խոցվում։ Տեսնես հասարակությունը հասկանում է, մարդիկ հասկանում են, որ իրենց մի վարքյան ծախսած այդ կոմենտի վրա ժամանակ այդ թունոտ բառերը երկու կարող են մարդու վրա այդպիսի ազդեցություն ունենալ, եթե հասկանային կանեին։ Ինձ թվում է չեն հասկանում, ես չեմ կարծում, որ մարդիկ ասում են հատուկ են անում, չեմ կարծում հատուկ են անում, ուղղակի այդ տեսակի մարդեն չեն մտածում։ Ինձ թվում է չեն հասկանում։ Եթե հասկանային չէին անի։ Հիմա ես մտածում եմ, որ ես հասկանում եմ ու ես կյանքում, եթե լավ մեկնաբանություն չգրեմ, ես վատը չեմ գրի երբեք։ Վատը կարող է գնամ ընկերուհուս ասեմ, վայ, այս մարդը չուզենամ հարմարվեմ, իմ պատկերացման մեջ ինքը սխալ լինի, բայց ես իրան չեմ ասի, որ ինքը սխալ է։ Ընկերուհուս հետ կխոսեմ, կասեմ, կարծում եմ, այս մարդը այս ինչ արել, բայց չգիտեմ։ Տես, օրինակ դու ունես շատ, ես հիմա ընթացքում նայում եմ քեզ, շատ սիրուն դիմագծեր կարելի ասել գծած, համ աչքերի գույնը, համ համաչափությունը։ Երբ որ քեզ վստահ եմ նաև առաջին մարդը չեմ, ով ասում է, վստահ եմ նաև մեկնաբանություններ են եղել, երբ որ քեզ ասում են այդ մասին, դու դա վերցնում ես նույնքան, որքան որ կարող է լինել ինչ որ թերագնահատող, վատ խոսք, թե չես հավատում դրան ու մի կողմ ես թողնում։ Չէ, հավատում եմ, որովհետև ես էլ եմ տենց մտածում, դրա համար հավատում եմ, բայց իմ մոտ էդ էլ է 50-50, ես այդ գծով էլ հասկացա, որ պիտի շնորհակալ լինեմ, ու հասկացա, որ ես վատ մեկնաբանություններին ավելի շատ
տեղ եմ տալիս, քան լավերին, սխալ է իմ կարծիքով այդ, որովհետև վատը շատ քիչ է։ Վատը կարող է մի 10 հոգի գրի, իսկ լավը շատ են գրում։ Բայց կարևորը թե ինչի վրա ենք մենք կենտրոնանում։ Նամակները ու չի եղել նամակ, որ ես ուղակի բացեմ, լավ բան գրած լինեն ու փակեմ։ Միշտ կարդում եմ։ Հա, ֆիզիկապես իրոք արդեն անհնար է, ինչքան հնարավոր է լինում ես պատասխանում եմ, մեկնաբանությունները լայքում եմ, որ մարդիկ հասկանան, որ ես տեսնում եմ, բայց ֆիզիկապես բոլորին տենց պատասխանել շնորհակալ եմ չի լինի, դրա համար միշտ մի story, մի բան միշտ լինում է, որ շնորհակալ եմ լինում։ Իրինա, քո նախորդ հարցազրույցներից մեկում ասել ես, որ չունես տրավմաներ, բայց մանկական տրավմաներ, հա, մանկական տրավմաներ, մարդիկ սովորաբար ասում են, որ իրենց խնդիրները գալիս է մանկությունից, իրենց կարծիքը իրենց մասին, ինքնագնահատականը իրականում ձևավորվում է ավելի շատ հենց այդ տարիքում։ Դու ասում ես, որ չունես տրավմաներ, բայց դրա հետ մեկտեղ նաև շատ խոցելի ես, նաև ուրիշի կարծիքը քեզ վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Գուցե կան այդ տրավմաները ու դու իրենց մասին ուղղակի կամ հրաժարվում ես ընդունել իրենց, հասկանալով, որ գուցե նաև մեղադրանք առաջանա քեզ շատ հարազատ մարդկանց նկատմամբ, գուցե պատրաստ չես գիտակցել ու ընդունել, որ այո, սա եղել է։ Ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ։ Տրավմաներ ասելով նկատի ունեմ, որ շատ խոցելի վատ բաներ չեն եղել, որոնցից ես խոցվել եմ, մինչև հիմա հիշում եմ, որ փոքր տարիքում ինձ սենց ասեցին, սենց արեցին, նմանատիպ դեպքեր երբեք չեն գրանցվել, բայց բնականաբար կարող է լինեն դեպքեր, որ ենթագիտակցության մեջ իմ մոտ տրավմա է, ես չեմ հասկանում դա։ Ուղղակի ես մի քիչ հասկացել եմ, ես էմպատ եմ ավելի շատ, չգիտեմ մարդիկ այդ բառի իմաստը կհասկանան թե չէ, բայց ես ոնց որ զգացողություն ունեմ, ես աշխարհի հետ շատ կապված եմ ու ամեն ինչի վրա շատ ազդում, բայց չեմ կարծում, որ այդ տրավմայից կարա լինի, այդ ուղղակի տենց եմ ես մեծացել, տենց մարդ եմ դարձել, ավելի խոցելի եմ, ավելի զգացմունքային եմ, չնայած որ ընկերներիս ու ընտանիքիս անդամներին հարցնես, կասեն, որ ես լացկան եմ, եմ, բայց արտակնապես ես աշխատում եմ շատ ցույց չտամ, էլ երևի իմ այդ ինքնապաշտպանական ռեակցիան է, էլի։ Դե լացել է նորմալ է, հոգեբանները հակառակը։ Բայց ես շատ ես ամեն ինչից կարամ հուզվեմ, ես չգիտեմ, անծանոթ մարդ կարամ տեսնեմ, ինչ որ մի բան կատարվի այդ մարդու հետ, ես կարող եմ ուղղակի հարբած փողոցում, չգիտեմ, անօգնական ինձ թվա, ուրիշ մարդիկ տեսնեն կմտածեն, այս հարբեցողը հերո գնանք, ամբողջ օրը այդ մարդը կարող է մտքում լինի, ինքը անօգնական էր, այդ պահին, չգիտեմ, չէր կարողանում ոտքի անիմաստ բաներ մեկ անում եմ, բայց դե էլ ես եմ, ինչ։ Բայց հոգեբանի հետ փորձել ես այդ թեմայով խոսել, որովհետև ստացվում է, որ ուրիշի կյանքը, ուրիշի զգացածը դու վերցնում ես, տալիս ես գնահատական եւ ապրումներ։ Գուցե այդ մարդը ինքն է ընտրել այդ ճանապարհը ու ինքը այդքան էլ դժգոհ չի այդ վիճակից։ Չէ, ես վստահ եմ, որ այդ մարդը հաստատ ինքն է ընտրել։ Ուղղակի, եթե այդ օրինակով վերցնենք, ես այդ պահին շատ կուզեի օգնել, կապ չունի ինքը ընտրելա թե չէ, այդ պահին իմ համար այդ իրական դեպքա, որ ես պատմում եմ, մի անգամ հարբած մարդ ուղղակի փողոցով հակառակ կողմից մեքենաներին շատ անօգնական գլուխը պտտվելով գետնից բռնվելով քայլում էր։ Ու այդ պահին ես շատ նեղվեցի, որ ինքը հաստատ չէր կարողանում էր այդ պահին իրան կառավարել։ Ես կուզեի օգնել իրան։ Թե չէ, այդ մարդու ընտրությունն է, իր ընտրությունն է, ես համաձայն եմ, որ բոլորը իրենք են ընտրում։ Բայց իմ ընտրությունն է, էդ էլ իմ ընտրությունն է։ Օգնում ես։ Եթե հնարավորություն ունենում եմ, հա։ Սիրում եմ իրականում օգնել։ Իրինա, քո անձնական կյանքից հիմա չեմ ուզում անդրադառնանք, խոսենք այն ամենի մասին, ինչի մասին արդեն խոսվել է, ինչը արդեն անցյալում է։ Ինչ կարմիր գծեր հիմական քո կյանքում, որ անձնական հարաբերություններում չես հանդուրժի, որ քեզ համար կլինեն դրոշակներ, երբ որ սկսես ինչ-որ նոր հարաբերություն ու դու կգնաս։ Սովորաբար ես տենց կարմիր դրոշակներ չեմ ունենում, որովհետև
ամեն մարդու հետ զգում ես, որ մի բանն է քո համար կարմիր դրոշակ, մի բանն է քեզ դուր գալիս, մյուսը դուր չի գալիս։ Թողնում եմ sense ինքնահոսի։ Բնականաբար կան բաներ, որ յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր մարդ չի տանի, դրանք բռնություն, թե հոգևոր բռնություն, ամեն ինչ։ Բայց ուրիշ կարմիր ինչ որ դրոշակներ չունեմ։ Հարաբերություններում ի՞նչն է քեզ ամենից շատ ցավեցնում։ Ու հակառակը ի՞նչն է երջանկացնում։ Կարևորը դու քեզ զգաս չփոխվես հարաբերության ընթացքում։ Լինես դու հասկանաս, որ ուղղակի երկրորդ անձը հայտնվել, ով քո ընկերն է, ընկերոջ մոտ ոնց կպահես քեզ, տենց այդ ամենակարևոր բանն է, մնացած ամեն ինչը թրուցիկ են, անցողիկ են, բոլոր խնդիրները։ Իսկ ինչն է ինձ ցավեցնում, չգիտեմ, ցանկացած հարաբերության մեջ կլինի ընկերական թե անձնական, երևի դավաճանությունը, բայց ոչ թե ֆիզիկական, այլ հենց հոգեկան, էլի։ Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ ներել հնարավոր է, ներել ասելով նկատի ունեմ, ներել նորից շարունակել։ Ներել մարդուն, հասկանալ, որ ուղղակի իրար համար չէ ու բաց թողնել։ Դու ներել ես։ Հա, ես բոլորին ներում եմ։ Հեշտ։ Շատ հեշտ եմ ներում, մի քիչ նեղանում եմ, շատ եմ նեղվում, հեշտ ներում եմ, որովհետև իմաստ չկա չներելու, եթե չներեմ, ինձ եմ ցավացնելու, անընդհատ մտածելու եմ, անընդհատ չարանալու եմ, բայց չներելու բան չկա, ներում ես ու ուղղակի իմանում ես ոնց շարունակես շփվել, շփվես, չշփվես, ինքը քո կյանքում ինչ տեղ կշարունակի ունենալ։ Ստում է ճիշտ է դա։ Ներելը լավ բան է։ Դες դու շատ հասուն ես ամեն ինչին անդրադառնում, շատ քո խոսքերից երևում է, որ ամեն ինչ հեշտ ես բաց թողնում, գիտակցված ես հաղթարում, բայց մյուս կողմից կա նաև մյուս ճշմարտությունը, որը չեն կարող մի կողմ թողնել, դա քո ապրումներն են, որոնք նաև որոշակի չափով հանրայնացվել են, որոնց մասին գիտեն եւ քո հետևորդները եւ հանրությունը։ Այս մի տեսակ հակադրություն եմ ես ստեղ զգում։ Դե ամեն դեպքում մարդ եմ ու ես խոսում եմ հասուն, բայց խոսում եմ իմ ապրումների հենց հիման վրա։ Առհասարակ ընդունված կարգա ու տենց պիտի լինի, խորհուրդ եմ տալիս բոլորին, չգիտեմ կընդունեն թե չէ, երբեք չփախնել ու խնդիրներից, էլի, ապրումներից չվախենալ, որ պահին կնեղվես, պետքա մաքսիմալ քո ցավը, դու պետքա քեզ ցավացնես, տխուր երգեր դնես, տխուր երգեր լսես, ցավա, այնքան ցավա, որ վերջում արդեն էլ չկարանա ցավը, էլի։ Թե չէ որ փոխնում ես, մտածում ես չլացես, ցույց չտաս, որ դու նեղվել ես, չէ, նորմալ է որ նեղվում ես։ Ուղղակի դու պիտի իմանաս նեղվելուց հետո քո հետագա քայլը որն է լինելու։ Դու պիտի սենց անես, թե մնալու ես անընդհատ նեղվես, լացես։ Ձեր ոլորտում սովորաբար ընդունված չէ, որ մարդիկ այդքան ցույց տան իրենց այդքան խորը թողնեն, որ մարդիկ իրենց ճանաչեն։ Կոլեգաներ չեն եղել, որ ասել են, ինչ ես անում, ինչ ես ցույց տալիս այդքանը։ Եղել են, շատ են եղել, պրոդյուսերներ են եղել, որ ավելի ասել են, ինչի ես այս բանը ասել, ինչի ես բանը խոսեցիր։ Ես էլ եմ մտածել, ինչի ասեցի, բայց հետո մի քանի ժամ հետո մտածում եմ, ասում եմ, բայց ինչի չասեի։ Այդ պահին տենց եմ զգացել, ասել եմ, այդ պահին հուզվել եմ, լացել եմ, հա ինձ էլ դուր չի եկել, որ տեսել եմ, վայ, ես ոնց եմ հուզվել։ Մի տեսակ թույլ մարդու տպավորություն եմ թողնում, որովհետև առօրյայում սովորաբար ես իմ մտերիմների հետ չեմ խոսում, չեմ կիսվում, շատ հաճախ նենց չի, որ ինձ շատ են տխուր տեսնում։ Փորձում եմ այդ նեգատիվը չտանեմ ուրիշների կյանք, բայց նենց է ստացվել, որ հարցազրույցների ընթացքում մաքսիմալ շատ եմ բացվել, որովհետև տենց հնարավորություն շատ չեմ ունեցել բացվելու ու անկախ ինձանից բացվել եմ ու քանի որ բացվել եմ, դրանից է եղել երևի, որ հուզվել եմ։ Հուզվելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Հա, վատ բան չկա, ուղղակի շատ որ իմ հարցազրույցները նայում եմ, ամենտեղ ես լացում եմ, ասում եմ մարդիկ նայում են, մտածում են երևի այս աղջիկը չի կարում չլացի։ Նույնիսկ այս վերջին հարցազրույցից մեկնաբանություններում հիշում եմ լիքը մեկնաբանություններ կան, որ գրած է
այս աղջիկը սիրում է, որ իրան խղճան, միշտ խղճահարություն առաջացնում, բայց ուրիշ տեսանկյունից չեն նայում։ Դա էլ են սխալ հասկացել։ Բայց ոչինչ։ Իրինա, ինչ սովորեցիր նախորդ հարաբերություններից։ Կոփեց քեզ։ Սովորաբար ասում են դժվար իրավիճակները կապ չունի անձնական հարաբերություններ, ուղղակի անձնական հարաբերություններում մեր էմոցիաները սովորաբար լինում են ամենաբուռն արտահայտված։ Ասում են, որ ամեն հարաբերություն, ամեն փորձ կյանքի մեզ տրված է ինչ-որ բան սովորելու համար։ Համաձայն ես այս կարծիքի հետ, թե չէ, եւ դու ինչ սովորեցիր։ Եթե երկու անձ սիրում են իրար, չի կարա մեկը տա, մյուսը չտա։ Եթե մեկը տալիս է, մյուսը չի տալիս, ուրեմն մի բան արդեն այն չի։ Դրա համար ես չեմ ուզում ասել բոլորի հետ, ես միշտ տալիս եմ, իրենք ինձ չեն տալիս, չէ։ Տալիս են իրենց չափով, այնքան ժամանակ, ինչքան իրենք ինձ հետ են։ Ամեն դեպքում ես ունեցել եմ լավ պահերել, վատ պահերել։ Իմ բոլոր հարաբերությունների ժամանակ տենց է եղել։ Ոնց բոլորը։ Ոնց բոլորը իրականում։ Դες դու խոսում ես մի թեմայից ու մարդիկ հնարավոր է քեզ են թիրախավորում, քո անձին են անդրադառնում, բայց եւ ինքնագնահատականը, եւ հարաբերություններում դժվարությունները բնորոշ են ցանկացած կնոջ, ցանկացած աղջկա, որովհետեւ մեզ փոքրուց չեն սովորեցնում, որ մենք պետք է առաջինը մեզ սիրենք, մեզ համար դնում են եւ ընտանիքներում մենք տեսնում ենք այդ օրինակը, որ կինը ապրում է ուրիշների համար, իր ամենահարազատների համար, իր երեխաների, իր ամուսնու, բայց ոչ իր համար։ Առաջին տեղում ինքը չի լինում։ Ու դա ձևավորում է ինքնագնահատական։ Ըստ քեզ կնոջ ինքնագնահատականը ո՞նց է ձևավորվում։ Որպես երիտասարդ աղջիկ դու օրինակն ես նաև շատ շատերի, ո՞նց է ձևավորվում, ինչ պետք է հաղթահարել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Եթե հենց կնոջ մասին ենք խոսում, իմ կարծիքով առաջինը ընտանիքից է գալիս, հենց մանկուց։ Ընտանիքի անդամները ոնց կխոսեն, ինչ կասեն քեզ, ոնց կձևավորեն քո ինքնագնահատականը, այդ կարծում եմ առաջին փուլն է մարդու կյանքում, երկրորդը արդեն ընկերական շրջապատն է, հասարակությունը, առհասարակ հասարակությունը շատ ազդում մարդու ինքնագնահատականի վրա ու կարծում եմ հենց հասարակությունն էլ ձևավորում է մարդու ինքնագնահատականը։ Դա մեր ծնողներն էլ են հասարակության մի մասը, դրա համար կարծում եմ հասարակությունը շատ մեծ կապ ունի։ Հետո արդեն հետագայում դե բնականաբար կողքի տղամարդը ինչ տեսակի տղամարդ կլինի, դրանով կձևավորվի քո հետագա ինքնագնահատականը։ Հնարավոր է օրինակ դու քո ընտանիքում շատ բարձր ինքնագնահատական ունենաս, քո ընկերների շրջապատում շատ բարձր գնահատական ունենաս, ինքնագնահատական ունենաս, բայց հետագայում նենց տղամարդ ընտրես քո ինքնագնահատականի վրա նենց ազդի, որ դու քեզ այդ պահին զգաս ամենատգեղ, չկայացած, մի խոսքով տենց։ Քեզ հետ եղել է այդպես։ Հա, իմ հետ եղել է տենց դեպք, բայց փառք Աստծո արագ անցավ, կարողացա ինձ հավաքել։ Բոլորը կյանքում էլ պատահում են, ինձ թվում է չկա տենց մարդ ում ինքնագնահատականը միշտ բարձր։ Բայց ինքնագնահատականը հենց բառն էլ հուշում է։ Դու ես գնահատում։ Քո գնահատականը հենց պետք է լինի քո անձի հանդեպ։ Երբ որ այդ գնահատականը ըստ մասնագետների լինում է հաստատուն, լինում է հստակ, լինում է կայացած, ամուր, ուրիշի գնահատականը չի ազդում դրա վրա, գուցե ինչ-որ մի բան դու զուտ մտածես դրա մասին, բայց ազդեցություն քեզ վրա չի ունենում։ Քո ներսում ինչպես ես զգում։ Իմ ներսում, եթե հենց իմ գնահատականի մասին է խոսքը, ես ինձ շատ եմ սիրում իրականում, բայց ինչպես ցանկացած մարդ, բնականաբար ես էլ ինչ-որ մի օր կանգնում եմ հայելու առաջ ու ասում եմ, «Վայ, այսօր ես ինչ տգեղ եմ» կամ «Այսօր դուրս չեմ գալիս»։ Այսինքն այդ պահին իմ ինքնագնահատականի հետ մի բան կատարվեց։ Չի կարա նենց լինի, որ հաստատուն ինքնագնահատականը ինչ-որ մի պահի չխախտվի։ Ու հետո մեկը ինչքան էլ հաստատուն լինի ինքնագնահատականը, մեկը հասարակությունը կարանալու է ազդի քո ինքնագնահատականի վրա, ինչ որ մի պահի, ինչ որ մի քանի վայրկյան
Հաստատ լինում են դες դեպքեր։ Դե մի քանի չեմ վայրկյանը հավատում են մարդկանց։ Չէ, մի Դե, բայց քանի էդ էլ- վայրկյանը ուրիշ է, բայց եթե հաստատուն ինչ որ եթե բուրըն ինչ որ էմոցիաներ է առաջացնում, եթե դու դրանից կարող ես դեպրեսիայի մեջ ընկնել, դա արդեն ուրիշ բանի մասն է խոսում։ Ուղղակի մի կարծիքից ավել կարծիքներ, որ հնչում են, արդեն դու սկսում ես ինչ որ մտածել, ինչի համար են սենց ասում։ Իսկ որ մտածում ես, արդեն մի պահ կարող է թեկուզ մի քանի օրով, մի ամսով քեզ տանի ինչ որ մի ուրիշ կետում թողնի, հետո նորից վերադառնաս այդ քո բարձր ինքնագնահատականի։ Բայց երբևէ մտածել ես, որ մարդը այս կարծիքն է ասում, այսինքն մարդը, որը իր ժամանակը տրամադրում է, մտնում է կոմենտ է գրում, մեկնաբանություն է գրում, մարդը, որը նեգատիվ է թողնում, ամեն դեպքում այդ նեգատիվը իր ներսում է եւ ինքն է դա ապրում։ Եվ երբևէ չի եղել, որ մտածես, որ դա իրականում քո անձի հետ բոլորովին էլ կապ չունի։ Այս մարդը այդ էմոցիայի կարիքն ունի ու դա իր մասն է խոսում, ոչ թե քո մասն է խոսում։ Շատ են եղել տենց դեպքեր, կախված է իրավիճակից, կախված է նաև իմ տրամադրությունից, կախված է թե ինչա գրել այդ մարդը, քանի որ իրավիճակները տարբեր են, տարբեր իրավիճակներին տարբեր արձագանք կարող եմ տամ ես։ Եղել է շատ մտերիմ մարդու կարծիք, որ քեզ շատ է խոցել, ընկերուհի կլինի, հարազատ կլինի։ Հայրիկիս ասածն է մի անգամ խոցել, բայց երբեք տենց բան չէր եղել ու պապաս էլ երբեք տենց բան չէր ասել, չգիտեմ այդ պահին կարող է ես նեղված էի ինչ որ ուրիշ բանից ու ազդել է։ Մի քանի կիլոգրամ չաղացել էի ու պապաս ասեց ոնց է չաղացել։ Բնականաբար հասկացա որ որպես հարազատ է ասում, բայց այդ պահին շատ նեղվեցի, մի անգամից սկսեցի լացել, չհասկացա ինչ կատարվեց։ Այդ մի դեպքն է եղել։ Ընկերներս չի, օրինակ ես ընկերներիս մոտ իմ հետ կապված որ վատ բան եմ ասում, միշտ իրանք չէ, այտենց չի ինչ ես խոսում։ Ոչ թե ասում են ինչ ես եմ ուզում լսել, այլ իրականում իրանց կարծիքներն են ասում։ Տես երբ որ դու խոսում ես ավելորդ քաշից, մենք առաջին անգամ ենք, չէ, հանդիպում դեմ առ դեմ։ Երբ որ դու խոսում ես ավելորդ քաշից, տպավորություն է ստեղծվում, որ դու իրականում ունես շատ ահռելի ավելորդ քաշ։ Բայց իրականությունը լրիվ այլ է։ Դե հա, իրականությունը լրիվ այլ է, դու ունես նորմալ քաշ։ Ստանդարտներից մի քիչ դուրս Հայաստանի։ Ով է որոշում այդ ստանդարտները։ Ոչ մեկ չի որոշում, ես էլ եմ միշտ այդ մտածում, ուղղակի այս վերջը շատ է էլի նեղացել, ասում եմ, հեսա գնալու եմ, դիմեմ, չգիտեմ, կարելի ասել թե չէ, ինչ-որ Netflix, Hollywood, ինչ-որ միտեղ մի կերպար խաղամ, որ ստեղի պրոդյուսերները նայեն ու ասեն, «Ո, իրանք ուզեն ինձ վերցնեն», որովհետև ստեղ լիքը դեպքեր են եղել, վստահ եմ, որ ինձ հենց չեն վերցրել որպես գլխավոր հերոսուհի նրա համար, որ ստանդարտից մի փոքր ավել քաշ եմ ունեցել, բայց ես մտածում եմ, որ եթե դու կերպար ես ներկայացնում, կերպարը պարտադիր չի լինի։ Նիհար, դու ներկայացնում ես անհատ մարդ, դու ներկայացնում ես այդ մարդու ապրումները այդ ֆիլմում ու պարտադիր չի որ մարդը լինի 50 կիլո, այլ ոչ օրինակ 70։ Այդ տեստ ամեն դեպքում քո խոսքից երևում է ու դու էլ անընդհատ այդ թեմային անդրադառնում ես, որ դու քեզ վատ ես զգում ավելորդ քաշից։ Ինչ ես անում այդ իրավիճակը լուծելու համար, ոչ թե որ մեկնաբանություններ չգրեն, ոչ թե որ քեզ կանչեն սերիալների, այլ որ դու էլ չնեղվես այդ թեմայից։ Ես ոչ թե այդ թեմայից եմ նեղվում, այլ ես նեղվում եմ, որ ես դրա պատճառով, հա, այսպես ասած, լիքը տեղերում չեմ կարողանում այստեղ իմ երկրում հաջողություն գրանցել, որովհետև օրինակ երբ ես գիտեմ, որ ես կարող եմ ավելին անել, բայց գիտակցում եմ, որ ինձ չեն վերցրել միայն օրինակ ավել քաշի համար, նույնիսկ երբեմն խորհուրդ են տվել, որ պիտի նիհարես, այդ է պատճառը, որովհետև ես չեմ մտածել, որ ես այնքան գերեմ, գնամ երեկոյան լացեմ, որ ես այդքան գերեմ, չէ, ես շատ իմ կարծիքով, ես միշտ ունեցել եմ համահունչ ամեն դեպքում բոլոր քաշերում իմ, ունեցել եմ համահունչ մարմին, ունեցել եմ գեղեցիկ դիմագծեր իմ պատկերացմամբ
ու դրա համար ես չեմ հասկանում էլի բայց ես երբ որ ասում եմ ասում այդ ամեն ինչը հեսա գնալու եմ ստեղ նկարվեմ որ իրենք ինձ խնդրեն չգիտեմ բայց չէ որ նույն Հոլիվուդում դերասանները շատ հաճախ քաշ են հավաքում դերի համար քաշ են գցում դերի համար մորուք են պահում դերի համար գուցե այդ տեսանկյունից նայես եթե քեզ ասում են որ պետք է մի քիչ նիհարել դերի համար ընդունես որ հայտնի հոլիվուդյան դերասանները եւս ինչ որ դերերի համար անցնում են այդ ճանապարհը ոչ թե վերցնես անznավորես մտածես որ քեզ խտրականության ենթարկեցին այլ այդ տեսանկյունից նայես խնդիրը եթե այդտեղից գար եթե ինձ առաջարկեին իմիջիայլոց ունեցել եմ տենց նույնիսկ ես եմ առաջարկել վերջին նախագծերից մեկում Սիրանկյունիում ես պիտի գնայի մարզվեի ու նիհարեի իմ կերպարը նորից դրա հետ էր կապված ես առաջարկեցի ասի կարող ընթացքում իրոք նիհարեմ այդ ընթացքում էլ ես գնում էի մարզվելու որ նիհարեի դադար էի տվել չէի գնում էլ մարզվելու որ մնամ նույն քաշին համապատասխանեմ կերպարիս բայց այդ տեսանկյունից ես առաջարկ չեմ ստացել նիհարի ես էլ ասել եմ չէ չեմ նիհարի ու հետո կա հարցի այլ կողմ որ այստեղ ես հաստատ իմ առողջությունը չեմ Հոլիվուդում մարդիկ գիտեն ինչի համար են դա անում իսկ այստեղ ես չգիտեմ ինչի համար պիտի անեմ ինչի համար պիտի ես իմ առողջությունը շատ արագ փչացնեմ որ այդ մի կերպարը խաղամ ինչ հաջողություն պիտի ինձ բերի կամ կներեք իհարկե նորմալ է բայց ինչ ֆինանս պիտի լինի որ ես մի ամսում ենթադրենք նիհարեմ 10 կիլոգրամից ավել ամեն դեպքում առաջարկել չեմ ստացել ու խնդիրը այդտեղ այնպես չի ինձ ասել են նիհարի այս կերպարի համար ես ասել եմ ոյ ոչ չեմ նիհարի կամ տվեք ինձ այսքան գումար ես միշտ պատրաստ եմ եղել եթե ինձ ասեն մազերդ կտրի սափրի ես ամեն ինչ կանեմ իրականում ես այդ մոտեցումն ունեմ էլ ես մասնագիտությանը հանդեպ բայց չի եղել խնդիրը տեղ չի էլի խնդիրը հենց ստանդարտների մեջ է բնականաբար ես էլ կուզենայի ավելի քիչ կիլոգրամներ ունենայի որ կադրով նայի ես էլ ինձ ավելի շատ հավանեի որովհետև կադրը լայնացնում է քեզ վիզուալ ավելի գերացույց տալիս բայց չգիտեմ հաստատ դա պատճառը էլի Իրինա քանի որ դու անցել ես բավականին կողքից եթե կարծիք ասեմ, հա, եթե սխալվում եմ ուղիղ ինձ, դժվար ճանապարհ եւ եղբորդ պահով եւ քո անձնական հարաբերությունների մասով ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ինչպես հաղթահարեն այդ իրավիճակները այն մարդիկ, որոնք գտնում են իրենց կյանքի ճանապարհի դժվար էտապում։ Ես ուղղակի կարամ կիսվեմ, ես ոնց եմ դրա տակից դուրս եկել մի քիչ ինդիվիդուալ է, բայց երևի բոլորին էլ կօգնի։ Կարևորը իրականում վատ մտքերը հանելն է, բլոկավորելն է, որովհետև ես հենց տենց եմ արել, ես թեկուզ հենց եղբորս կորած ընթացքում ես երբեք չեմ մտածել, որ վատ բան է եղել, ով ասել է ինչ-որ մի բան եղել է, հաստատ ես չեմ լսել, ասել եմ չէ, հաստատ տենց բան չկա, ես վստահ եմ եղել, որ ոչ մի բան չկա։ Կարևորը դժվար է մի քիչ այդ իրավիճակներում դրական մտածելը, այդ դրականը մի քիչ տերմին որպես օգտագործենք, կարևորը դրական մտածելն է, ու ես վստահ եմ, որ եթե վատ մտքերը բլոկավորում ես, հաստատ բլոկավորվում են։ Տենց բան կա, չէ՞ որ մարդը եթե խոսա որ անընդհատ ինքը սրտի օրինակ սրտի հիվանդություն ունի, ինքը մի օր սրտի հիվանդություն կունենա, դրա համար ավելի լավ է ոչ մի բանի մասին չխոսակ, քիչ խոսակ, խոսքը ուժ ունի իրականում, ես հասկացել եմ, որովհետև ինչ ասում եմ, իմ դեմն է դուրս գալիս, ոնց ասում են։ Կարևորը լավ բաների մասին մտածելն է, լավ բաների հիշելն է այդ ընթացքում, չհանձնվելն է, չնայած որ այդ իրավիճակում դու անկախ քեզանից ես տենց անում։ Դու չես հասկանում ինչա կատարվում, աֆեկտի տակ դու օրգանիզմը մարդու պայքարում է էլի դրա դեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին դերասանուհի Իրինա Այվազյանն էր։ Բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։
Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։